Խաղություն Աստծաժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Աստված շատ օրհնի ձեզ, սիրելի Աստծաժողովուրդ։ Հարց տվողին էլ ուզում եմ իմանալ հոգևոր մի հարցատվե, հոգևոր վիճակն է ուզում իմանալ ոնց մեկնաբանենք իմի։ Աստված շատ օրհնի։ Ինձ թվում է այս հարց տվողները բոլորն էլ հոգևոր տեսանկյունով են էլի տալի։ Մեկ իհարկե նմա բաստեղ սենց է գրված։ Ես վերջերս հարց են տվել, նոր պետք է պատասխանենք էլի այդ հարցերի ցուցակի մեջ, հա։ Ասում եմ, բայց գրված է, չէ, կոնկրետ, որ պետք է հափշտակություն լինի։ Կոնկրետ գրված է, չէ, ուղիղ ձևով գրված է։ Մեկ էլ տենսեր ալնեմ, բայց դա էլ օտար չի, դա էլ ասենք զարմանալու չի, որովհետև մարդը ուզում է հասկանա, չէ, որ գրված է։ Բայց հիմնական համարթիկ հոգևոր են ուզում ասենք բանաներ, դա իհարկե բոլորս էլ պետք է իմանանք։ Հարցը այսպեսին է, սիրելի եղբայր եւ քույր, մի հարց ունեմ։ Խնդրում եմ մեկնաբանեք հոգևոր, որովհետև մարմնավորը պարզ է։ Ինչու Եգիպտոսից Իսրայելի ժողովրդին Աստված հանեց Մովսեսի միջոցով եւ ինչու տարավ Քանանի երկիրը։ Ելիկա շարունակություն։ Ծննդոց 13-10-ը գրված է դի էլի։ Չէ որ երկուսն էլ լավ։ Չէ որ Եգիպտոսն էր լավ երկիր։ Շնորհակալություն։ Չէ որ Եգիպտոսն էր լավ երկիր։ Շնորհակալություն։ Այսինքն Եգիպտոսն էլ էր լավ երկիր։ Ինչի Եգիպտոսից հանեց տարավ Քանանի երկիրը։ Հոգևոր դրա միտքը։ Աստված շատ օրհնի, շատ լավ հարց եք տալիս իրերի հաստով։ Ես կարդամ թե դա որտեղ է գրված, ուրեմն գրված է Ծննդոց 13-10-ում։ Եվ Հովտը իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ Հորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորը ջրված էր։ Եհովան Սոդոմի եւ Գոմորի կործանելուց առաջ մինչև Սեգովը Եհովայի դրախտի պես Եգիպտոսի երկրի պես էր։ Եգիպտոսի երկրի պես Եհովայի դրախտի պես էր։ Եգիպտոսի երկիրը Եհովայի դրախտի պես էր։ Էլ ինչի հանեց այնտեղից տարավ ընդ է։ Շատ հետաքրքիր միտք է, էլի տեսեք, սիրելի հարց տվող։ Եհովայի դրախտի պես էր Եգիպտոսը։ Եգիպտոս բնագրով թարգմանվում է մարմնի հարստահարում, այսինքն մեր մարմնի խորհրդանիշն է Եգիպտոսը։ Այսինքն հոգևոր մարմնի, ոչ թե ֆիզիկական միս ու արմնի մասին է խոսքը։ Մեր ներսում կա մարմին, հոգևոր կա մարմին, մարմնավոր։ Կա մարմին, որը մեղքեր է գործում, կա մարմին, հոգևոր մարմինը, որը սրբություն է անում։ Այս երկու մարմինը մեր մեջ, մեր հասկացողության մեջ բնակված է, կա։ Տեսեք, Եգիպտոսը մեղքի մարմինն է, որը Եհովայի դրախտի պես էր, ոչ թե Եհովայի դրախտն էր, այլ Եհովայի դրախտի պես էր։ Տեսեք սրա միտքը որն է, ոնց որ դու հաճույք ես անում, ծխում ես, հաճելի է չէ, քո համար ռեստորաններում ման ես գալի, գողանալով հարստանում ես, հաճելի է սա։ Ուժեղ ես, աղին ճնշում եղում ես, սա հաճելի է, դրախտի պես է էսի։ Մարդիկ գովում են ես քան փող ունի, հաճելի է, չէ՞ էսի։ Այս հայմատությունն է անում։ Սիրելի հարց տվող, որ Եհովայի դրախտի պես էր Եգիպտոսը։ Եհովայի դրախտ չէր կարալներ, բայց Եհովայի դրախտի պես էր։ Այո, մենք էլ մինչև հոգևորին անցնելը մենք դրախտային երկրում ենք ապրում։ Դրախտի պես են մեր հաճույքները, մեր աշխարհիկ վայելքները, ասենց ասած, դրախտի պես էր դա մեր համար։ Աղբեր, ես մի հոգի հիշում եմ, ասեց, թող ինձի մի հատ 06 ավտո տան, դա սովետի ավտովեր 70-ական թվականների, շատ շուտ էր փոքր երեխայի կողքից լսում էի։ Թող իրար Զապարոժեց ուներ։ Թող ինձի մի հատ 06 տան թափ թազա, թող ես այդամ դժողքը։ Այսինքն, հա, իրականությունն է։ 06 իր համար դրախտի պես էր, բայց դրախտ չէր։ Ոչ եմ, այս իմաստն է, տեսեք, ես համարներ եմ հանի Աստվածաշնչից մի քանի տեղ կարդամ։ Ինչու Եգիպտոսին Իսրայելի ժողովուրդը հանեց Մովսեսի միջոցով։ Սրանք բոլորը բաներ են, մտքեր են, էլի տեսեք։ Ծննդոց առաջի գլուխ 4-ից 7 սկզբից կարդանք։ Եվ Աստված տեսավ լույսը, որ բարի է, եւ Աստված բաժանեց լույսը խավարից, եւ Աստված լույսը կոչեց ցերեկ, եւ խավարը կոչեց գիշեր, եւ իրիկու եւ առավոտ եղավ առաջի օրը։ 6-րդ գլխում ասում է. եւ Աստված ասաց. ջրերի մեջտեղը հաստատություն լինի, որ ջրերը ջրերիցը բաժանե։ Եվ Աստված շինեց հաստատությունը եւ բաժանեց հաստատության տակի
ջրերը հաստատության վրա եղող ջրերից է։ Ինչ է նշանակում հաստատության տակ, հաստատության վրա, հաստատության տակի ջրերը ծովը, լիճը, ասենք չէ, գետերը ջրերն են, հաստատության վերևի ջրերն են, ամպերն են, անձրևաջրերն են, ըստ մարմնավոր տեսանկյունի։ Իսկ ըստ հոգևոր տեսանկյունի ջուրը ասուխոսն է, կա երկրավոր ջուր, մի քիչ առաջ որ ասեցի, կա մարմնավոր մարդ մեր մեջ, կա հոգևոր մարդ մեր մեջ։ Երկրավոր ջրերը մարմնավոր հասկացողությունն է, տեսանելի հասկացողությունն է, իսկ երկնավոր ջրերը հոգևոր տեսողությունն է, հոգևոր գործերն է, հոգևոր հասկացողությունն է։ Այս երկուսը մեկը մյուսից բաժանեց Աստված։ Այսինքն գիրը հոգուց բաժանեց։ Գիրը մեկ որ Աստվածաշունչը կարդում եք, Հիսուսն այս գիրը չի որ ձեզի պիտի փրկի։ Հələ փնտրեք տեսեք որ գիրը իմ մասին ասում, հոգու մասին ասում գիրը։ Մենք գիրը կարդալով հոգու մասին պետք է հասկանանք։ Սիրելի հարցնող, տեսեք ես շարունակությունը կարդամ մի քիչ արագ ժամանակի առումով 2-րդ Կորինթացիների 6-րդ գլուխ 17-րդ խոսքը։ 2-րդ Կորինթացիների 6-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Նրա համար նրանց միջիցը դուրս գնացեք եւ բաժանվեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դիպչեք։ Եվ ես կընդունեմ ձեզ ինչպես որդիների եւ այլ։ Տեսեք, դուրս եկեք դրանից։ Տեսեք, Եգիպտոսի մարմնավոր հաճույքներից դուրս եկեք եւ դուք կլինեք իմ որդիները եւ ես ձեզ կպաշտպանեմ։ Դուրս ինչի համար հանեց Եգիպտոսից ձեր հարցը։ Հեսա կամաց կանցնենք Մովսեսին։ Հետո առաջի Կորինթացիների 3-րդ գլուխ 10-րդ խոսքում էլ սենց է գրված. Բայց մեզ հայտնեց Աստված իր հոգովը, որովհետև հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն էլ։ Առաջի Կորինթացիների 10-ը հոգին ամեն բան քննում է, որտեղ մարկանցից ով գիտի մարդու բաները, եթե ոչ մարդու հոգին, որ նրանում է։ Այնպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի, միայն Աստծո հոգին։ Եթե մենք մեր միջից, մեր մարմնավոր հարստահարումից, մեր միջի են հին մարդուց, մարմնավոր մարդուց Աստված դուրս է հանում տեղից, այսինքն Եգիպտոսից դուրս է հանում ու բերում է Քանանի երկիրը։ Քանանը նշանակում է հարթավայր սիրելիներ, հարթավայր, այսինքն հարթ տարածություն, որտեղ ոչ ձոր կա, ոչ լեռ կա։ Միտեղ մարգարեությունների մեջ ասում է, որ սարերը, բլուրները պետքա ցածանան, ձորերը պետքա լցվեն, պետքա լինի հարթավայր։ Դա նշանակում է, որ առյուծը էլ ուրիշի կյանք չի ուտելու, խոտ արածելու, եւ եղնիկն էլ ցածր չի լինելու, չի փախնելու առյուծից, վախ չի ունենալու, առյուծի հետ խոտ են արածանում։ Այսինքն հարթավայր, սա պետքա լինի մեր ներսի, հոգևոր ներսի աշխարհում։ Մենք պետքա սաղս մեկս մյուսին հավասար տենանք։ Ես հովիվ եմ, ես բարձր եմ, տես բան չի լինելու։ Մենք բոլորս էլ Աստծո առաջին մարդ ենք։ Բոլորս էլ Աստծո առաջին Աստծո որդի ենք, իր որդիներն ենք։ Բարձր ու ցածր չկա։ Այս հարթավայր երկիրն է տանը մեզի այդ հարստահարումից Աստված, տանջանքից։ Եվ միտեղ եմ կարդում Սաղմոսների 77 Սաղմոսը 20-րդ խոսքը։ Ոչխարի հոտի պես առաջնորդեցիք քո ժողովրդին Մովսեսի եւ Ահարոնի ձեռով։ Տեսեք, ինչի Մովսեսի ձեռով հանեց։ Չէ, Աստված Մովսեսի ձեռով, հարցնողը սենց է գրել, ինչի հանեց, Եգիպտոսից չէ որ լավ երկիր էր, եւ ինչի Մովսեսի ձեռով, ինչու մի ուրիշի ձեռով չէ։ Ըստ Աստվածաշնչի սիրելի հարցնող, Մովսեսի ու Ահարոնի ձեռով է հանում։ Ինչ է նշանակում Մովսես, ինչ է նշանակում Ահարոն։ Մովսես դա ջրից ծնված Աստծո խոսքն է, ջուրը ասուխոսն է, ասուխոսքից ծնված, այսինքն մեր հոգևոր մեր իմաստությունն է, որը Աստվածանից է միշտ ինֆորմացիա ստանը, ու այդ ինֆորմացիան տալիս է մարդկանց։ Դա Մովսեսն է, դա իմաստությունն է։ Աստվածաշնչից ծնված իմաստությունն է, որը առնում է Աստվածաշնչից, Աստծուց ու տալիս է մարդկանց։ Թե օրենքները լինի, թե գալիք բաները լինի, թե զորությունները լինի, գետը բացեց, ծովը բացեց եւ այլն։ Սա Մովսեսն է, Մովսես հակացողությունն է։ Տեսեք, իսկ Ահարոնը իր եղբայրն է։ Մովսեսը անպայման պետք է լինի Ահարոնի հետ, որ Եգիպտոսից, որ մեզի մեղքի աշխարհից դուրս հանի։
Մեր մարմինը մեղքի մարմինն է, մեր մեղքի մարմինից դուրս հանելու համար մեզ պետք է Մովսես, իմաստություն աստվածային ու Ահարոն։ Ահարոնն էլ բնագրով թարգմանվում է լուսավորված։ Այսինքն այն խոսքը, որ դու խոսում ես, պետք է նաև կատարես։ Հենց կատարում ես, դու լուսավորված ես արդեն։ Սրանք եղբայրներ են։ Սրանք միասին են քայլում։ Խոսքը իմաստության հետ, Հիսուսը Քրիստոսի հետ։ Հիսուս նշանակում է խոսք, Քրիստոս օծություն, խոսքի կատարում։ Նույնը Մովսեսն ու Ահարոնը։ Հիմի գանք ընդհանուր եզրակացության սիրելի հաստվող։ Դու եթե ուզում ես Եգիպտոսից դուրս գաս, ես կամ ամեն մի հավատացյալ, որ ուզում է իր մեղքից ազատագրվի, մեր աշխարհիկ, մեր այսինքն հոգևորների լեզվով ասած, որ ուզում ենք ապաշխարենք դուրս գանք մեղքի մարմինից։ Անպայման պետք է մենք իմաստությունով եւ գործով, լուսավորվածությունով դուրս գանք Եգիպտոսից։ Այլապես մենք չենք կարող դուրս գանք Եգիպտոսից, որտեղ Եգիպտոսը ստրուկ է պահում մեզի։ Ստրուկ է պահում, հələ տես ինչ լավն է։ Հələ տես ինչ համով ու քաղցրակեր էս պտուղը։ Ու Եվան ու Ադամը, այսինքն մենք մեր ցանկության հետ միասին ուտում ենք այդ պտուղը։ Այդ պտուղը կարևոր չի լավնա, վադնա, խնձորա, տանձա, մեկն ասում է բանանա, մեկն ասում է Հայաստանում այլ էտի ուրեմն խնձորային, մյուսն ասում է ծիրանա կարծեմ, չէ, Հայաստանում այլ է ուրեմն ծիրանի ծառայել է։ Էսի կարևոր չի։ Հոգևոր իմաստով ասում է ծառի պտղիցը։ Ծառը մենք ենք, որը պտուղ ենք տալի, չարի բարու գիտության ծառիցը միք է։ Բայց մարմինի հարստահարումը Եգիպտոսը մեր միջից ասում է լավն է, կեր, դրախտի պես աստվածային, ասու պես կդառնաս։ Տես ինչ համով է քիմքի, տես ինչ հաճելի է տեսքի տեսանելի համար։ Ու գցում է մեզ մեղքի մեջ։ Կարևորը նորից եմ ասում, պտուղը չի, կարևորը որ Աստված արգելել է ուտել դրանից։ Մի հատ այլ օրինակ ասեմ, էլի մեր Աստված ասում է մի գայթակղես, հա, եղբորը կամ քրոջը, վայ գայթակղություն բերողներին, Հիսուսն ասեց։ Պողոս Արաքյանն ասում է հավիտյան միս չեմ ուտի, եթե իմ միս ուտելուց պետք է իմ եղբայրը գայթակղվի։ Միսը վատ բան չի, բայց գայթակղությունն է վատ բան, որ մսի պատճառով անում։ Հիմի տեսեք, մեր եղբայրներից մեկը պաշտամունքից հետո ձեռքը երկու գրպանում, ձեռքերս էս ծրած, այսպես խոսում էր քույրիկների հետ, պաշտամունքից հետո ուրախ, սաղը զվարթ, վկայություն ենք անում, խոսում ենք ինքը երկու ձեռը երկու գրպաններում, ասենց զրույց էր անում, մի հատ քույրիկ չհամբերեց, տարիքով քույրիկ էր, հիմի չկան, մահացել են, ասեց, եղբայր ձեռներդ հանի էլի գրպաններից է։ Մեկի լես եղբայրը, ինչի, այդ որտեղ է գրված, որ ձեռքերը գրպանը դնելը չի կարելի։ Ես ծիծաղած մի հատ էլ ու չհանեց գրպանից, գնաց։ Ես մոտեցա այդ եղբորը առանցին իհարկե, ասացի, եղբայր, ոչ միտեղ գրված չի, որ ձեռքերը դնելը ջեպը մեղք է։ Բայց դու մեղք գործեցիր, որ քրոջդ գայթակղեցրեցիր։ Դժվար էր հանելը։ Հասկանում եք, ես օրինակը բերում եմ այս ծառի վրայով, որ կարևոր չի ինչա, կարևորը որ Աստված ասես չուտես։ Չարը բարից գիտությունից զանազանելը շատ լավ է։ Եթե մենք չարից բարից չզանազանենք, չտարբերենք, մենք չարը գործենք, ասենք ինչ այլ է որ։ Պետք է զանազանենք մենք, լավ բան է, բայց որ Աստված ասում է մի արա էսի, ձեռքերը ջեբիցդ հանելը մի զանազանա չարա թե բարի է, Աստված պատվիրելա թե չէ։ Դու գայթակղեցնում ես դիմացինի, մի կեր այդ պտղիցը, մի արա, հանա ձեռքերը ջեբիցը։ Ու նմանատիպ լիքը օրինակներ, որ մեր առօրյա կյանքում միշտ կատարվում, միշտ լինում են, սրանք են։ Հիմի տեսեք, սրա համար Մովսեսի ու Ահարոնի միջոցով հանեց, որտեղ իմաստությունը Մովսեսն է, ես իմաստաբար եմ վարում, թեև Աստվածաշնչի մեջ գրված չի, բայց եղբորս վնաս է, ու չեմ անի դրա համար։ Իմ միս ուտելով որ պիտի գայթակղվի, չեմ ուտի այդ միսը։ Թեև լավ բան է, Աստված չի ասում մի կեր։ Հասկանում եք, դրա համար այդ իմաստությունը Մովսեսն է, իսկ կատարումը Ահարոնն է, որը կոչվում է լուսավորություն։ Եթե այդ եղբայրը ձեռը ջեբներից հաներ, քույրիկ ջան կներես էլ չեմ անի ու շարունակեր խոսալ, դա կներ Ահարոն, լույս կտար, փայլ կտար։ Ինքը իմաստությունով Մովսեսով կվարվեր ու լուսավորություն կաներ, դա օգուտ կներ, շինություն կներ բոլորից։ Դրա համար Մովսեսի ու Ահարոնի միջոցով հանեց, սիրելի հարստվող, սիրելի քույրս եւ եղբայրս, եւ մենք էլ եթե ուզում ենք ապաշխարենք, ասեմ ձեզ, պետք է Մովսեսն ու Ահարոնը մեզ հանի Եգիպտոսի երկրից, իհարկե Աստծո կամքով, Աստծո առաջնորդությունով։ Իսկ Աստված ըստ բնագրի սեր է։ Աստված սեր է։ Սերն է մեզ դրդեն, որ դուրս գանք այդ Եգիպտոսի երկրից։ Այսքան էլի, չգիտեմ, էլի շատ կարելի է մանրամասն օրինակներով խոսալ, բայց այսքանը ինձ թվում է հերիք է որ հասկանանք։ Եթե հանգարց էլի հարցեր կառաջանան, էլի գրեք մեծ սիրով պատասխանեմ, սիրելի հարստվող, սիրելի քույրս եւ եղբայրս։ Աստված շատ օրհնի։
Ձեզ շատ օգնի սիրելի Աստծո ժողովուրդ։ Գրեք, զանգեք։ Մնաք Աստծո խաղության մեջ։ Ամեն Տերը օրհնի ձեզ։